2000 տարի առաջ Արարիչ Աստված եկավ այս երկիր Հիսուսի անունով, հաստատեց նոր ուխտը։ Նոր ուխտի միջոցով Աստծո զավակները, ովքեր տառապում են մեղքից մահից, կարող են ստանալ մեղքերի ներում հավերժական կյանք։ Երեք տարի շարունակ Հիսուսը իր աշակերտների համար նոր ուխտը պահելու օրինակ հանդիսացավ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Հարությունից հետո Հիսուսը խնդրեց իր աշակերտներին սովորեցնել բոլոր մարդկանց պահել նոր ուխտը, որպեսզի նրանք կարողանան փրկվել։ Հետելով Հիսուսի խոսքերին, նրա աշակերտները քարոզեցին նոր ուխտը։ Նոր ուխտում, որի միջոցով մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն, պաշտամունքի կանոնակարգ կա։ Եթե մարդը երկրպագության ժամանակ ծածկում է գլուխը, դա անարգանք է Աստծուն։ Եթե կինը իր գլուխը չի ծածկում, դա անպատվություն է նրա գլխին։ Եկեղեցում, որը հետում է նոր ուխտին, կինը երկրպագության ժամանակ ծածկում է գլուխը շխարշով, իսկ տղամարդը ոչ։ Սակայն Հիսուսի համբարձումից հետո որոշ կանայք պնդում էին, որ ստիպված չեն եղել շխարշ կրել։ Այդ պատճառով Պողոս առաքյալը նրանց հորդորեց շխարշ կրել, բացատրելով, որ երկար մազերը մարդկային էությամբ գեղեցիկ տեսք ունեն կնոջ համար։ Դուք ինքներդ դատ եք։ Կնոջը վայել է, որ չծածկված աղոթի Աստծուն։ Կամ հենց բնությունն ինքը չի սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունենա, դա անարգանք է նրան։ Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան հողի փոխարեն են տրված։ Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ Աստծու եկեղեցիները։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ պաշտամունքի ժամանակ կինը պետք է ծածկի իր գլուխը շխարշով։ Երկրպագության ժամանակ կնոջ համար շխարշ կրելու սովորությունը նոր ուխտի կանոններից մեկն է, որը Հիսուսն ուսուցանեց քարոզեց Պողոս առաքյալը։